Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, քույրեր ու եղբայրներ։ Այսօր իմ ասելիքը ես մասամբ գրի եմ առել եւ կարդալու եմ ձեր համար, որպեսզի որևէ միտք բաց չթողնեմ։ Հաղորդման վերջում կկատարեմ ընդհանուր եզրակացություն, եզրահանգում, որպեսզի ձեր համար պարզ լինի, թե ինչ պետք է հասկանայիք այս հաղորդումից, իսկ ամենավերջում ես կոչով կդիմեմ իմ գաղափարակից ընկերներին, Համահայկական ազգային համաձայնության շարժման անդամներին։ Ես հիմա մի ճշմարտություն կասեմ, որը ձեզանից շատերի դուրը չի գա, եւ հենց այդ գործելավոճի պատճառով ես այսօր չունեմ համախոհներ, բայց ես քաղաքականությամբ չեմ զբաղվում նրա համար, որպեսզի ձեր դուրը գամ։ Ես քաղաքականությամբ զբաղվում եմ նրա համար, որպեսզի մեր ազգը դուրս գա այս ստեղծված ծանր իրավիճակից եւ դուրս գա հաղթանակով։ Ճշմարտությունը այն է, որ մեր ազգը հիվանդ է եւ այդ հիվանդությունը եթե չբուժենք, դառնում է քրոնիկական։ Հիվանդությունը կոչվում է շիզոֆրենիա։ Գիտեք այս հիվանդությամբ տառապողը ինչ ախտորոշում է ունենում։ Այն է, որ մարդը երբ կորցնում է իր հիշողությունը, նա կորցնում է իր ինքնությունը, կորցնում է այն գործիքները, որոնց շնորհիվ նա պետք է կողմնորոշվի կյանքում։ Այդ հիվանդությամբ տառապողը չի կարողանում ճիշտ կարծիք կազմել դիմացինի մասին, չի կարողանում ճիշտ որոշում կայացնել։ Մենք ազգովի ամբողջ աշխարհին դա ապացուցեցինք 2018 թվականի մեր ընտրությամբ։ Երբ ազգի մեծամասնությունը ընտրություն է կատարում եւ սխալվում, դա նշանակում է, որ որոշումների կայացման ալգորիթմներում հիմնարար սխալ գոյություն ունի։ Մեր ազգը իրականությունը ճիշտ ընկալելու խնդիր ունի։ Օրինակ, հայեր ջան, արդյոք դուք ճիշտ կարծիք ունեք իմ մասին։ Ես գիտեմ եւ համոզված եմ, որ ոչ, եւ կփորձեմ հիմնավորել։ Մենք բոլորս, նայեք ժողովուրդ ջան, բոլորս միմյանցից տարբերվում ենք, եւ դա բնական է, կախված է միջավայրից, որտեղ ապրել ենք եւ մեծացել, մեր դաստիարակությունից, նպատակներից, ուսուցիչներից եւ շատ այլ հանգամանքներից։ Տարբերվում ենք բազմաթիվ հատկանիշներով եւ չափանիշներով։ Տարբերվում ենք մեր մենտալիտետով, կուլտուրայով, կյանքի փորձով, արժեհամակարգով, սկզբունքներով, տրամաբանությամբ, իմացության մակարդակով, հոգևոր մակարդակով եւ շատ այլ չափանիշներով։ Հիմա հարց. արդյոք դուք ճիշտ կարծիք ունեք իմ մասին։ Ընդհանրապես մարդու մասին կարծիք պետք է կազմել ոչ թե նրա գեղեցիկ մտքերից ու խոսքերից ելնելով, նրա խոստումներից ելնելով, տված խոստումներից ելնելով, ոչ թե նրա թատերական ունակություններից, այլ նրա կատարած քայլերի, գործերի, գործողությունների բնույթից ելնելով։ Կարծիք պետք է կազմել մարդու կատարած աշխատանքի արդյունքից ու հետևանքից ելնելով։ Շատ ժամանակ ինձ հարց են տալիս, թե քանի համախոհ ես ունեմ։ Ձեզ պատասխանեմ, որ 2018 թվականից զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ եւ չունեմ նույնիսկ մեկ համախոհ։ Այդ դեպքում ինձ ասում են, եղբայր, այդ պարագայում ինչ իրավունքով ես ինչ որ մեկին վիրավորում կամ քննադատում, երբ մարդիկ ունեն տասնյակ, հարյուրավոր, հազարավոր համախոհներ, ցանկանում են մասնակցել ընտրություններին, իսկ դու նույնիսկ մեկ համախոհ չունես, բայց իրավունք ես վերապահում նրանց քննադատել։ Հարգելի հայրենակիցներ, գիտեք ամբողջ հարցը ինչու՞մն է կայանում։ Օրինակ, ես ունեմ բազմաթիվ
գաղափարակից ընկերներ եւ հայրենակիցներ, բայց չունեմ համախոհներ, որովհետեւ չեն համընկնում մեր սկզբունքները, մոտեցումները եւ գործելավոճը։ Մենք կարող ենք նույն ծրագիրը եւ նպատակը ունենանք, այսինքն լինենք գաղափարակից, բայց չկարողանանք համագործակցել, որովհետեւ գործելավոճը եւ մոտեցումները տարբեր են, այսինքն խորհում ենք տարբեր, այսինքն ծրագիրը իրականացնելու համար չենք կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե ինչ ճանապարհով պետք է գնալ։ Առաջնայինը դա գործելավոճն է եւ մոտեցումը, իսկ ծրագիրը դա երկրորդական է։ Ես այդ իսկ պատճառով ծրագրից շատ քիչ եմ խոսում։ Ստեղծված ծանր իրավիճակից մեզ կարող է դուրս բերել այն քաղաքական ուժը կամ այն գործիչը քաղաքական, որը ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերի տվյալ խնդիրը լուծելու համար։ Ցանկացած ծրագիր չի կարող լինել վերջնական եւ կատարյալ, որովհետեւ դա կախված է մասնագետների իմացության մակարդակից եւ միշտ կարող են ի հայտ գալ ավելի պրոֆեսիոնալ եւ հմուտ մասնագետներ եւ ել ավելի կատարելագործել այդ տվյալ ծրագիրը։ Ցանկացած ծրագիր իրագործելու համար անհրաժեշտ է ունենալ իշխանական լծակներ, իսկ այդ լծակներին հասնելու համար կան բազմաթիվ տարբեր մեթոդներ եւ ճանապարհներ, այսինքն ծրագիրը իրականացնելու համար պետք է գծել ճանապարհային քարտեզ։ Ինձ համար օրինակ անընդունելի է զինված ամստամբության ճանապարհը։ Ինձ համար անընդունելի է պետական եւ ռազմական հեղաշրջման ճանապարհը։ Անընդունելի է նաև միտինգների, գործադուլների, անհնազանդության ակցիաների ճանապարհով իշխանության գալը։ Այսօր ինձ համար անընդունելի է նաև ընտրությունների միջոցով իշխանության գալը եւ այսօր կհիմնավորեմ ինչու։ Ինչ ճանապարհ եմ ես առաջարկում, դա ուրիշ հարց է եւ այսօր այդ մասին չեմ էլ ուզում խոսել։ Ինչու չեմ ընդունում ընտրությունների ճանապարհը։ Դա արդեն կախված է իմ գործելավոճից։ Ուստի որպեսի ինձ ճիշտ հասկանաք եւ միասնական գործենք, ուրեմն պետք է ձեր համար հասկանալի լինի իմ գործելավոճը եւ մոտեցումը։ Այդ հարցում ինձ օգնության է գալիս հասնում իմ շախմատային գիտելիքները։ Շախմատը ինձ սովորեցնում է ինչպես հաղթել։ Շախմատում հաղթում է նա, ով ճիշտ քայլեր է կատարում, այսինքն ճիշտ ճանապարհով է ընթանում, այսինքն չի սխալվում։ Արդյոք մեր ազգը ցանկանում է հաղթել եւ պատրաստ է հաղթական արշավ սկսել։ Եթե այո, ուրեմն ուշադիր լսեք։ Շախմատը ինձ սովորեցնում է, որ իմ հակառակորդը դաշտի վրա գտնվող ֆիգուրաները չեն, այլ այդ ֆիգուրաներին կառավարողն է իմ թշնամին, որը նստած է իմ դիմաց եւ դաշտի վրա նրան երբեք չեք կարող տեսնել։ Նա հիմար չէ, որ ասպարեզում Երևան նույնությամբ տեղի է ունենում եւ կյանքում, ինչպես եւ շախմատում։ Իմ հակառակորդը եւ թշնամին Պուտինը չէ, Էրդոգանը չէ, Ալիևը չէ, Թրամփը չէ, Փաշինյանը չէ։ Նրանք իմ թշնամու գործիքներն են։ Շախմատը ինձ սովորեցնում է չթերագնահատել հակառակորդին եւ եթե թերագնահատեցիք, ապա չեք տեսնելու, նկատելու եւ չեք կարողանալու հայտնաբերել նրա ուժեղ եւ թույլ կողմերը։ Չիմացար թշնամու ուժեղ կողմերը, նա քեզ տարբեր մեթոդներով կներքաշի մի դաշտ, որտեղ ինքը ավելի հզոր է եւ ճնշում գործադրելով կհաղթի ձեզ։ Եթե չթերագնահատես, ապա կհայտնաբերես եւ կիմանաս նրա թույլ կողմերը եւ կարող ես արդեն քո ձեռքի տակ ունեցած գործիքների շնորհիվ նրան ներքաշել քո համար շահավետ մի այնպիսի դաշտ, որտեղ դու ես հզոր եւ նրա վրա ճնշում գործադրելով կարող ես հաղթել։ Շախմատում ինչպես եւ կյանքում ամեն ֆիգուրա ունի իր ազդեցության գոտին, օժտված է իրեն յուրահատուկ հնարավորություններով, հմտություններով եւ ունակություններով։ Յուրաքանչյուր ֆիգուրա, յուրաքանչյուր նոր քայլով կամ մեծացնում է իր ազդեցության գոտին, կամ փոքրացնում։ Նա կարող է իր ազդեցության գոտին կամ շրջանակը փոքրացնել
Սակայն հարվածի ազդեցիկությունը եւ էֆեկտիվությունը ընդհակառակը ավելի մեծացնել եւ հզորացնել։ Հակառակորդի յուրաքանչյուր ֆիգուրան ձեր հաղթանակի համար պոտենցիալ խոչընդոտ է հանդիսանում։ Այսինքն, այլ կերպ ասած, թշնամու ֆիգուրաները ձեր համար խանգարող հանգամանքներ են, եւ եթե դուք դրանք հաշվի չառնեք, կամ 16 ֆիգուրաներից 10-ը հաշվի առնեք, իսկ 6-ը ոչ, ապա իմացեք, որ այդ պատերազմում դուք որևէ շանս չունեք հաղթելու։ Պատկերացրեք, հակառակորդը ձախ ֆլանգից զինվորով քայլ է կատարում, իսկ դուք հաշվի չեք առնում, հետո եւս մի քայլ է անում, իսկ դուք նորից բանի տեղ չեք դնում, հետո նորից մեկ քայլ եւ հաջորդ քայլին զինվորը մտնում է թաքուի եւ ձեզ շախ եւ մատ է հայտարարում։ Ինչ է ինձ սովորեցնում շախմատը։ Ինձ սովորեցնում է, որ յուրաքանչյուր քայլ կատարելիս, ճանապարհային քարտեզ գծելիս, իմ նպատակները, ծրագրերը իրականացնելու համար հաշվի առնել բոլոր խանգարող հանգամանքները առանց բացառության։ Այն որ ասում են, այստեղ են ասում, վտանգը գալիս է այնտեղից, որտեղից չէիք սպասում։ Շախմատում իհարկե շատ հեշտ է, որովհետև ունեք հավասար քանակությամբ ուժեր եւ ամեն ինչ ակնհայտ երևում, ամեն ինչ շախմատային դաշտի վրա է, բայց ի տարբերություն շախմատի կյանքում այդպես չէ։ Կյանքում կան այնպիսի խանգարող հանգամանքներ, որոնք ակնհայտ չեն երևում եւ թաքնված են։ Ահարոն ջան, բարև։ Դրանք հայտնաբերելու համար արդեն անհրաժեշտ է տիրապետել ավելի խորը գիտելիքների, որը կախված է ձեր հոգևոր զարգացման մակարդակից, ուստի եւ ձեր նպատակների մասշտաբից։ Օրինակ, Փաշինյան Նիկոլը այսօր ակնհայտ խոչընդոտ է հանդիսանում եւ որպես խանգարող հանգամանք ցանկանում ենք նրանից ազատվել։ Բայց 2018 թվականին նա գործում էր թաքնված եւ մեր ազգը դա չտեսավ, չնկատեց եւ մեծ կորուստներ ունեցավ։ Հարգելի հայրենակիցներ, արդյոք դուք ճիշտ կարծիք ունեիք 2018 թվականին Փաշինյանի մասին։ Այսօր պարզվեց, որ ոչ։ Արդյոք դուք ճիշտ կարծիք ունեք այսօր իմ մասին։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ լսում եք ինձ, բայց չեք հասկանում, չեք կարողանում կողմնորոշվել, ես ճիշտ եմ թե սխալ, եւ որոշում եք գնալ ու աջակցել ինչ որ մեկին, որպեսզի ինձ ապացուցեք, թե ինչպես կարող եմ ես ավելի ճիշտ լինել, իրավացի լինել, քան մնացած բոլորը։ Իմ մոտ այդպիսի տպավորություն է ձևավորվում։ Բերեմ օրինակ։ Այսօր ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած քաղաքական գործիչներից որևէ մեկը կարող է արդյոք սեղանի վրա դնել իր մասնակցությամբ 2018 թվականի մի որևէ տեսանյութ, որտեղ նա հանդես է եկել Փաշինյան Նիկոլի դեմ։ Չկա այդպիսի որևէ մեկը։ Չկա։ Սակայն ի տարբերություն նրանց, ես ոչ թե մեկ, այլ բազմաթիվ այդպիսի տեսանյութեր կարող եմ հրապարակել, թե ինչպես եմ Նիկոլին եւ հայհոյում եւ քննադատում, իսկ իմ ազգին խորհուրդ եմ տալիս եւ նախազգուշացնում, թե ով է այս չարիքը, այս մարդանման կենդանին։ Կարող եմ փաստաթղթեր ցույց տալ, որտեղ նրա հանդեպ մեղադրանքով դիմել եմ ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի նրան ձերբակալեն, երբ դուք փողոցներում դեռ վազվզում էիք 2018 թվականին Նիկոլ փառաբանելով։ Եվ այսօր ստացվում է, ես մեկ համախոհ չունեմ, իսկ ընտրության մասնակիցները, որոնք չգիտեմ որտեղ էին 2018 թվականին, ունեն հարյուրավոր, հազարավոր համախոհներ։ Իսկ եթե խորանանք, ապա կպարզվի, որ շատ-շատերը հենց Նիկոլի կողքին կանգնած են եղել եւ աջակցել են նրան։ Նրանց իմացության մակարդակը չէր բավականացնում, որ տեսնեին ով է Նիկոլը։ Նրանց մենտալիտետը չէր բավականացնում տեսնեին ով է Նիկոլը։ Նրանց հոգևոր մակարդակը չէր բավականացնում տեսնեին ով է Նիկոլը։ Ուր էիք ազգի փրկիչներ։ Ուր էին ճակերտավոր հոգևորական կոչված տերտերները, քահանաները, սրբազանները,
Որտեղ էր Գարեգին Բ-ն, եթե ձեր հոգևոր առաջնորդը չէր տեսնում ով է Նիկոլը, ապա դուք որտեղից պետք է տեսնեիք։ Այսքանից հետո դուրս եք եկել ու փրկիչ եք ձեզ ներկայացնում։ Հայեր ջան, ինչպես կարելի է այս երևույթը գնահատել։ Այո, սա շիզոֆրենիա է, սա պարադոքս է, բացատրել հնարավոր չէ։ Ժողովուրդ ջան, մեր ազգը հիվանդ է, մեր ազգը տառապանքի եւ զառանցանքի մեջ է։ Ուր էիք ազգի փրկիչներ 2018 թվականին, որ գետնի տակն էիք մտնել, թե ուղղակի չունեք համարձակություն, ասելու որ ձեր մակարդակը չբավականացրեց տեսնեիք դիմակ հակած սատանային, բայց ես տեսա ու ձեզ զգուշացրեցի։ Ու ես նորից այսօր եմ ձեզ զգուշացնում։ Այսօրվա հաղորդումը լինելու է նախազգուշացում բոլոր այն քաղաքական եւ հասարակական գործիչներին, կուսակցություններին, շարժումներին, նախաձեռնություններին, դաշինքներին, կազմակերպություններին, նրանց անդամներին եւ ղեկավարներին, ովքեր որոշում են կայացրել մասնակցել սույն թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այսօր կպատասխանեմ նաեւ Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցության վարչության նախագահ Անի Զախարյանի կողմից ինձ ուղղված հարցին։ Facebook-ում հրապարակված նյութերից մեկի մեկնաբանությունների բաժնում ես գրառում էի կատարել, որ եւ Սամվել Կարապետյանը, եւ Անի Զախարյանը, ինչպես եւ մնացած բոլոր ուժերը իրենց կուսակցական ծրագրերը իրականացնելու համար սխալ ճանապարհ են նախընտրել, եւ իմ այդ տեսակետի համար Անի Զախարյանը ինձնից պարզաբանում եւ մեկնաբանում է պահանջել։ Ես սիրով կպատասխանեմ այդ հարցին։ Այսօր հաղորդման ընթացքում ընտրության մասնակից բոլոր ուժերը իրենց հասցեին կլսեն իմ քննադատական խոսքը իրենց քաղաքական գործունեության վերաբերյալ, իրենց գործելավոճի եւ մոտեցումների վերաբերյալ։ Առայժմ դեռ զգուշացնում ու քննադատում եմ, սակայն եթե այնուամենայնիվ չփոխեն իրենց դիրքորոշումը, շարունակեն իրենց քարոզ արշավը եւ մասնակցեն ընտրություններին, ապա ցանկանում եմ տեղեկացնել, որ իրենց մեծ անակնկալ է սպասվում իմ կողմից։ Դուք բոլորդ արժանանալու եք այն նույն ճակատագրին եւ վերաբերմունքին, որին արժանացել է այսօր Փաշինյան Նիկոլը։ Իմ այսօրվա քննադատական խոսքը արդեն ստիպված կլինեմ փոխարինել էթիկայի նորմերից դուրս համապատասխան խոսքերով։ Այսօր հայ ազգաբնակչության գրեթե 90-95%-ը հայհոյում է Փաշինյանին եւ նրանք այդ իրավունքը ունեն։ Եվ դուք բոլորդ կարծում եմ համակարծիք եք։ Նա արժանի է այդպիսի վերաբերմունքի։ Այսօր բոլոր այն ուժերը, որոնք ցանկանում են մասնակցել ընտրություններին, ինձ իրավունք են վերապահում վիրավորանքի եւ հայհոյանքի ոճով իրենց հետ խոսել, բայց կուլտուրայի նորմերից ելնելով առայժմ ձեռնպահ եմ մնում, որովհետեւ մտածում եմ, որ միգուցե մարդ են էլի, նրանց մեջ իսկապես ազնի եւ արդար մարդիկ կլինեն, որոնք կարող են մինչև ընտրությունների օրը դեռ փոխեն իրենց որոշումը։ Միայն թե չմտածեք, թշնամաբար եմ տրամադրված ընտրությունների մասնակցող մեր հայրենակիցների հանդեպ եւ ցանկանում եմ սուր եւ կոպիտ արտահայտություններով աչքի ընկնել հասարակության մեջ։ Իսկ հիմա արդեն խոսեմ բուն թեմայով եւ պատասխանեմ Աննա Զախարյանի հարցին, ներկայացնելով իմ դիրքորոշումը։ Նախ ասեմ, որ իմ պատասխանը լինելու է ծավալուն եւ բովանդակալից։ Ձեր մոտ առաջին հայացքից կթվա, թե շեղվում եմ պատասխանից, բայց իմացեք, որ մենք մի այնպիսի կարևորագույն հարց ենք բարձրաձայնում, որ իրավունք չունենք սխալվելու։ Ուստի կարևորությունից ելնելով, Անի ջան, իմ խնդրանքն է, որ չզլանաք եւ հաղորդումը դիտեք ամբողջությամբ։ Նախ եւ առաջ կուզենայի, որ յուրաքանչյուր հայ մարդ գիտակցեր ինչ է նշանակում զբաղվել քաղաքականությամբ,
Դրա համար շատ པարզ օրինակ կբերեմ։ Օրինակ, երբ երկու հոգի, երկու մարդ, կին եւ տղամարդ որոշում են կայացնում ամուսնանալ եւ ընտանիք ստեղծել, դա նշանակում է, որ նրանք իրենց վրա վերցնում են պատասխանատվություն եւ պարտականություն, ապահովելու իրենց ընտանիքի եւ ընտանիքի անդամների եւ բարեկեցությունը եւ անվտանգությունը։ Այդպես է, չէ՞, կարծում եմ համաձայն եք ինձ հետ։ Իսկ ինչ է նշանակում զբաղվել քաղաքականությամբ։ Երբ որևէ մեկը, կին թե տղամարդ, նշանակություն չունի, որոշում է զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել ընտրություններին, հաղթել, ձևավորել կառավարություն, զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը, ապա դա նշանակում է, որ նա իր ուսերի վրա է վերցնում պատասխանատվություն, պարտականություն, պատրաստակամություն ամբողջ մեր ազգի 15 միլիոն հայերի բախտի ու ճակատագրի համար։ Արդյոք բոլորն են սա գիտակցում եւ հասկանում։ Արդյոք բոլորն են համոզված, որ կարող են այդ բեռը կրել իրենց ուսերին եւ տակից դուրս գալ, պարզ, մաքուր, հպարտ ճակատով եւ երջանիկ դեմքով, կատարելով իրենց այդ առաքելությունը։ Այդ նույնը վերաբերվում է նաեւ ինձ։ Ես օրինակ ոչ թե կասկածում եմ, այլ համոզված եմ, որ ընտրության բոլոր մասնակիցները ժողովրդի լեզվով ասած, այդ պաշտոնը կգցեն իրենց ոտներին։ Ես կուզենայի, որ յուրաքանչյուր տեխնացու հասկանար ու գիտակցեր այս հարցի պատասխանատվության եւ մասշտաբը եւ կարեւորությունը եւ իհարկե ամենագլխավորը, որ իրենք ընդհանրապես սխալվելու իրավունք չունեն եւ ոչ մի հարցում։ Ես ինձ իրավունք չէի վերապահի եւ թույլ չէի տա օրինակ որևէ թթու խոսք ասել կամ քննադատել Սամվել Կարապետյանին, մինչև նրա քաղաքականությամբ զբաղվելը, եւ դա վերաբերվում է առանց բացառության բոլոր տեխնացուներին, բոլոր ուժերին, կուսակցություններին, բայց երբ որ մարդը հավակնում է մի պաշտոնի, որը զբաղեցնելով նա պետք է որոշումներ կայացնի իմ երեխաների, մեր երեխաների, բոլոր երեխաների, մեր ծնողների, մեր բոլորի անցյալի, ներկայի, ապագայի վերաբերյալ, ապա ես անտարբեր չեմ կարող լինել եւ թույլ չեմ տա, ինչքան որ իմ հնարավորությունները կներեն, հերթական ապիկար, անգիտակից կամ ջհուդական որևէ ծառա ղեկավար ունենանք։ Քանի որ այդ 15 միլիոն հայերից մեկը ես եմ։ Այդ 15 միլիոն հայերից մեկը իմ մայր ծնողն է թոշակառու, հայրս մահացել է։ Այդ 15 միլիոն հայերից մեկը իմ երկու երեխաներն են։ Այդ 15 միլիոն հայերից մեկը իմ երկու հարազատ քույրերն են։ 15 միլիոն հայերից մեկը իմ հորեղբայրների, հորքուրների, քեռիների, մորքուրների, տղաներն ու աղջիկներն են, իրենց երեխաներով, թոռներով ու ծոռներով։ Այդ 15 միլիոն հայերից մեկը իմ հարևաններն են, իմ հեռու մոտիկ ծանոթ ու անծանոթ հարազատներն ու բարեկամներն են։ Այդ 15 միլիոն հայերից մեկը իմ սիսյանցիներն են, իմ սյունեցիներն են, իմ երևանցիներն են, իմ սփյուռքահայերն են, իմ լոռեցիներն են, իմ արցախցիներն են, իմ համշե հայերն են, իմ ամբողջ հայ ազգն է, եւ որևէ մեկը չփորձվեք մատների արանքով նայել իմ ազգի ճակատագրին վերաբերվող այս ամենագլխավոր հարցին։ Այսքանից ելնելով ես իրավունք չունեմ դուրս գալ ու ասել. Սամվել եղբայր, դու սխալ ճանապարհ ես ընտրել։ Գուրգեն եղբայր, դու սխալ ճանապարհ ես ընտրել։ Վահան, Տիգրան, Անի, բոլոր տեխնացուների անունները չնշեն։ Դուք իրավունք չունեք ազգին վերաբերվող հարցում սխալվելու։ Դուք իրավունք չունեք իմ երեխաների ապագային վերաբերվող հարցում սխալվելու։ Իմ երեխաներին դուք չեք լույս աշխարհ բերել։ Ուրախացել նրանց հետ իրենց հաջողություններով։
տխրել նրանց հետ իրենց անհաջողություններով, որ կներեք կոպիտ արտահայտությանս համար ձեր կարճ ու տափակ ուղեղներով, ինչպես Նիկոլը կամ նրա նախորդները, գաք իշխանության ու գողանաք մեր կյանքը, մեր ժամանակը, թույլ չեմ տալու։ Բավական է եւ դա է պատճառը, որ ես որոշում եմ կայացրել զբաղվել քաղաքականությամբ, որպեսզի ձեր նման մտածելակերպ ունեցողներին թույլ չտամ նույնիսկ ասպարեզում երևալ։ 7 տարի իմ կյանքից, մեր բոլորի կյանքից, մեր ազգի կյանքից գողացել է Լևոնը, 10 տարի գողացել է Ռոբերտը, 10 տարի Սերժը, 8 տարի գողացավ Նիկոլը, եւ հիմա դուք եք որոշել ձեր բախտը փորձել։ Ես դա ձեզ թույլ չեմ տալու, եւ իմացեք, ժողովուրդը ես եմ։ Եվ եթե ուզում եք իմ կյանքը, մեր կյանքը, իմ ազգի կյանքը բարելավել, ուրեմն խելքներդ գլուխներդ հավաքեք։ Խելքներդ գլուխներդ հավաքեք եւ այս հարցում չփորձեք սխալվել։ Եվ որևէ անօրինական գործողությունների չդիմեք իշխանության գալու համար։ Այլապես նայեք Նիկոլին եւ հասկացեք, թե ինչ թուք ու մրի եք արժանանալու։ Եվ իմ կողմից առաջինը ես եմ սկսելու, իսկ ժողովուրդը իմ հետևից։ Դա ես ձեզ խոստանում եմ։ Իսկ հիմա Անի ջան, պատասխանեմ քո հարցին։ Ինչու ազգին նվիրյալ ոչ մի քաղաքական գործիչ, քաղաքական ուժ, կուսակցություն, նախաձեռնություն կամ ընդհանրապես հասարակ քաղաքացի չպետք է մասնակցի ընտրությունների։ Ես օրինակ կբերեմ Անի Զախարյան քո վրայով, նշանակություն չունի, կարող եմ Սամվել Կարապետյանի վրայով, ընդհանուր առմամբ հասկացեք, տարբերություն չկա։ Ենթադրենք, Անի ջան, մասնակցել եք ձեր կուսակցությամբ ընտրությունների, հաղթել եք այդ ընտրություններում եւ ձեր կուսակցությունը ձեզ առաջադրում է վարչապետի պաշտոնի։ Կամ Սամվել Կարապետյան, դուք եք հաղթել, բայց ձեր ուժեղ Հայաստանը չակերտավոր։ Ձեզ է առաջադրել վարչապետի պաշտոնի։ Ես մոտ 1 ամիս սպասելու եմ, որպեսզի տեղավորվեք, զբաղեցնեք ձեր կաբինետները, ձևավորեք կառավարությունը, նախարարությունները, հանձնաժողովների աշխատակազմը, աշխատանքային խմբերը, վերցնել եք, փոխելու եք գլխավոր դատախազին, ձեր մարդուն եք նշանակելու, կսպասեմ մինչև մի հատ լավ խնջույք անեք, որ ուրախանաք, որ հաղթել եք ընտրություններում։ 1 ամիս հետո մոտորապես, եթե ամբողջը վերջացնեք, ես էրոնիայով եմ հիմա ասելու, ես Աստվածին ջուն եմ պատվիրել, հուլիս ամսին ընտրության բոլոր մասնակիցների գլխին ջուն է գալու։ Ինչ եմ ես անելու։ Իմ ձեռքի տակ կան փաստաթղթեր։ Ահա այս փաստաթղթերը։ Նայեք, ահա այս փաստաթղթերը։ Այս փաստաթղթերի մի օրինակը, Անի ջան, բերելու եմ դնեմ քո սեղանին։ Սամվել Կարապետյան, մի օրինակը բերելու եմ դնեմ քո սեղանին։ Իսկ մի օրինակը տանելու եմ դնեմ գլխավոր դատախազի սեղանին։ Դուք ունենալու եք 2 տարբերակ, կամ այս փաստաթղթերը հաշվի առնեք, կամ հաշվի չառնեք, վերցնեք ու դեն նետեք, գցեք աղբար կղը։ Հիմա ես ձեզ ասեմ, ինչ տեղի կունենա, եթե հաշվի առնեք, ինչ տեղի կունենա, եթե հաշվի չառնեք։ Նախ ասեմ, թե ինչ փաստաթղթեր են սրանք։ 2020 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Փաշինյան Նիկոլի կողմից տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում,
Եվ ես որպես հասարակական կազմակերպության նախագահ եւ որպես հայ մարդ Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն ունեցող անձ դիմել եմ ոստիկանության կենտրոնական վարչություն, որպեսզի Փաշինյան Նիկոլին ձերբակալեն ու պատասխանատվության ենթարկեն։ Պատասխան չեմ ստացել, որը արդեն օրենքի խախտում է, այնուհետև ես մոտորապես 1.5 տարի հետո, 1 տարի թե 1.5 տարի հետո, երբ արդեն ընդգրկվել էի Համահայկական ազգային համաձայնության շարքերը, մենք համաձայնության անդամներով իմ եւ Աշոտ Կոշկակարյանի նախաձեռնությամբ ակցիա ենք անցկացրել արդեն կենտրոնական հրապարակում դատախազության շենքի առջև։ Եվ նույն մեղադրանքներով լիազորությունների չարաշահման, իշխանության բռնազավթման եւ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքներով նոր դիմում ենք հանձնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Ընդամենը մոտավորապես 1 շաբաթ հետո ստացել ենք պատասխան եւ իմ առաջվա դիմումի եւ երկրորդ դիմումի եւ այս ամբողջը այս ակցիան տեսախցիկներով նկարահանվել է, այդ բոլոր փաստաթղթերը իմ ձեռքի տակ են։ Այս փաստաթղթերի մի օրինակը բերելու եմ տնեմ Անիջան քո սեղանին, մեկը դատախազի սեղանին։ Դուք ինչպես պետք է վարվեք։ Եթե դուք բանի տեղ չդնեք այդ փաստաթղթերին, որի հիման վրա պետք է պատասխանատվության ենթարկեք Փաշինյան Նիկոլին ու ցմա դատապարտեք, այո, իմ դիմումի համաձայն, ապա իմացեք, ես 2 շաբաթ հետո դիմումս հանձնելուց հետո դուրս եմ գալու ու ասելու եմ, որ դուք նույն զիբիլն եք, ինչ Փաշինյան Նիկոլը։ Ճիշտ հասկացեք, եթե դուք Փաշինյան Նիկոլին պատասխանատվության չենթարկեք ու ճաղերի հետևը չգցեք։ Ես այդ իրավունքը ունեմ։ Եվ իմ հետևից իմ ժողովուրդն է ձեզ թուքումուր անելու։ Իմ ամբողջ հայ ազգը։ Իսկ եթե դուք վերցնեք ու քրեական գործ հարուցեք, ապա ինչ է տեղի ունենալու, ինչ է ստացվելու։ Դուք հասկանում եք, եթե դուք դատեք Նիկոլին, դա նշանակում է, որ ապացուցում եք, որ դուք անօրինական եք։ Եթե դատավճիռ է կայացվում, որ Հայաստանի Հանրապետությունում 20 թվականի մայիսի 20-ին սահմանադրական կարգը տապալվել է, դա նշանակում է, որ այդ օրվանից մինչև այսօր, մինչև այդ դատավճռի կայացման օրը, ինչ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ինչ իրադարձություններ որ տեղի են ունեցել, ինչ օրենքներ որ ընդունվել են, ինչ կոնվենցիաներ որ վավերացվել են, ինչ փաստաթղթեր որ ստորագրվել են, ինչ համաձայնագրեր որ ստորագրվել են, բոլորը անօրինական են։ Նոյեմբերի 8, Թրամփի ուղի, դուք հասկանում եք։ Եվ այդ ամենի հետ միասին, այս հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները, եթե սահմանադրական կարգը տապալված է, դա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում բոլոր իրադարձությունները այդ պետության ներսում, այդ հանցավոր ռեժիմի կողմից իրագործվող ստորագրված ամեն ինչ անօրինական է։ Այսինքն ընտրությունները անօրինական են, սահմանադրական կարգը տապալված երկրում տեղի ունեցող ընտրությունները նույնպես անօրինական են, այսինքն դուք ապացուցել եք, որ դուք անօրինական իշխանություն եք։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, ձեր համար, դուք հավակնում եք
ազգի ղեկավարի պաշտոնի ձեր համար որևէ նշանակություն չունի օրինականությունը։ Հարց եմ տալիս ձեզ թեկնածուներ, դուք միգուցե իրավական գիտելիքների չեք տիրապետում, ես չգիտեմ, հիշողություն չունեք, չեք կարողանում 6 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները կապեք ներկա այսօրվա իրադարձությունների հետ եւ հետեւողական քաղաքականություն վարեք։ Դուք այսպիսի մի ինչ պատասխանատու պաշտոնի եք հավակնում, դառնում եք ազգի վարչապետը, ղեկավարը, իմ երեխաների բախտի ու ճակատագրի վերաբերվող որոշումներ եք ուզում կայացնեք, այդքան իմիջիայլոց եք վերաբերվում այդ հարցին, մատների արանքով, չեք կարողանում մի 10 իրավաբան վարձեք, որպես ձեզ խորհրդատուներ, Սամվել Կարապետյան, փողի կարիք ունես, ինչպես պետք է լուրջ պատասխանատու մարդը ինչպես պետք է վարվի, նախ պետք է խորհրդատուներ ունենա իր կողքը, եւ հենց առաջինը իրավագիտական առումով, ու հարցնի իրավագետներ, արդյոք ես իրավունք ունեմ մասնակցելու այս ընտրություններին։ Եթե նրանք ճշտում են, որ այո իրավունք ունեք Հայաստանի Հանրապետության անձնագիր, 4 տարի անընդմեջ դուք ձեր բնակության վայրը չեք փոխել, ապրել եք Հայաստանում, այո դուք իրավունք ունեք մասնակցելու ընտրություններին։ Իսկ երկրորդ հարցը պետք է ճշտեք այդ իրավաբաններին, ձեր խորհրդատուներին հարց դնեք, իսկ այս ընտրությունները օրինական են, որ դուք ցանկանում եք մասնակցել։ Սամվել Կարապետյան, ձեր շարքերում կա Արամ Վարդևանյան անունով մի երիտասարդ, որին ես ճանաչում եմ։ Նա փաստաբան է, իրավապաշտպան, Քոչարյանի իրավապաշտպաններից է, եւ Խուդոյանին եմ ճանաչում, եւ Ալումյանին եմ ճանաչում։ Ձեզ խիչ է ասում այդ մասին, որ այս ընտրությունները կայանալիք անօրինական են, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում 6 տարի առաջ սահմանադրական կարգը տապալվել է։ Անօրինական է։ Խիչի ձեզ տեղ եք ասում։ Թե ձեր ուղեղը դա ձեզ չի հետաքրքրում։ Հարց եմ տալիս ձեզ թեկնածուներ, Անի ջան, քո համար նշանակություն չունի օրինականությունը։ Այս ընտրությունները օրինական են, թե չէ։ Ասելիքս հիմա հասկացաք։ Եկաք իշխանության, մասնակցեցիք, եկաք իշխանության։ Նիկոլին չդատեցիք, արժանանալու եք ժողովրդի թուքումերին, մասնակցեցիք ընտրություններ, այսինքն ոչ թե մասնակցեցիք, դատապարտեցիք Նիկոլին, դատեցիք Նիկոլին, ապացուցելու եք, որ դուք անօրինական եք, եւ արդեն քանի որ արդեն սահմանադրական կարգը վերականգնված է, ես նորից դիմելու եմ դատարան ձեզ բոլորին, այդ ընտրության բոլոր մասնակիցներին, ձեր կուսակցություններով, անդամներով, բոլորիդ օպտեմ, որպես անօրինական ընտրությունների մասնակիցներ ձեզ պատասխանատվության ենթարկեն։ Դատարանում ինչ եք ասելու եք ընկեր դատավոր, կներեք չգիտեինք, որ անօրինական են այս ընտրությունները, հա? Ու այդ ձեր խելքով, այդ ձեր իմիջայլոց էլի, այնպես բանի աթոռ եք տեսել, վարչապետի աթոռ եք տեսել, ձեզ արդեն գիշերը քնել եք, զարթնել, ձեզ վարչապետ եք զգում, գնաք նստեք, արդեն պագոններն եք երևի վարչապետի պատկերացնում, հա? Թույլ չեմ տալու, հասկացաք ինչա տեղի ունենալ, դուք փակուղի եք, այն ճանապարհային երթևեկության նշան կա է, քարփուչ, դուք տարբերակ չունեք, մասնակցում եք անօրինական ընտրությունների, սրանից պարզ ես չեմ կարա ձեզ բացատրեմ, գնացեք, գլուխները տալու եք այդ պատին, այդ քարփուչին, հիմա այսքանն է ես ուզում ձեզ ասել, Անի ջան, ես չմտածեք, որ մի քիչ էմոցիաներով արտահայտվեցի,
ես զգուշացնում եմ բոլորիդ։ Այո, զգուշացնում եմ, նստեք ու մտածեք, մինչև ընտրությունների օրը որոշում կայացրեք ու փոխեք ձեր որոշումը։ Պարտադիր չէ, որ դուրս գաս ու ասես ալիքի տեսանյութը նայելով, եթերը նայելով հասկացա, մատնանշեք ինձ։ Ոչ։ Դուրս եկեք ինքներդ հայտարարեք, որ քանի որ սահմանադրական կարգ Հայաստանի Հանրապետությունում տապալված է, այս հանցավոր ռեժիմը որպես իշխանություն ինքն էլ մասնակցել է։ Դուք հասկանում եք, հանցավոր ռեժիմի հետ դուք մասնակցում եք ընտրությունների։ Ինչով եք նրանից տարբերվում։ Որպես իշխանություն ինքը գարանտ է այս ընտրությունների։ Դուրս եկեք ու ասեք, որ դուք այո, չիմանալով, չմտածելով, չգիտեմ ինչ պատճառներից ելնելով, ձեր մտքով չի անցել այդպիսի բան։ Շնորհակալություն Ալեքին, որ տեղեկացրեց մեզ, մենք հրաժարվում ենք մասնակցել ընտրություններին։ Ցանկացած ընտրությունների ժամանակ ձևավորվում է քաղաքական դաշտ։ Կա դիրքորոշում, որ մարդիկ մտածում են ընտրությունների միջոցով կարելի է գալ իշխանություն եւ բայլավել կյանքը, ազգի կյանքը։ Դա դիրքորոշում է եւ այդ դիրքորոշման հիման վրա ձևավորվում է քաղաքական դաշտ եւ ինչ որ քաղաքական գործիչներ մտնում են, սկսում են այդ դաշտում գործել։ Բայց կա նաեւ մեկ այլ դիրքորոշում, որ շատ մարդիկ ունեն այդ դիրքորոշումը, որ ընտրությունների միջոցով ոչինչ չի փոխվելու։ Ոչինչ չի փոխվելու եւ այդ դիրքորոշման հիման վրա նույնպես ձևավորվում է քաղաքական դաշտ եւ այդ դաշտում ես այսօր գործում եմ ես որպես անհատ քաղաքական գործիչ։ Այս դաշտում գործում է նաեւ Լույսի բանակը, Կարեն Արայանը, որին ես ճանաչում եմ, բավական է ինչքան որ ճանաչում եմ ու երբեք նրա հետ չեմ համագործակցի, չնայած նույն դաշտում ենք գործում։ Դուք կարող եք նույնպես Անի Զախարյան մտնել այս դաշտը եւ արդեն այստեղ մենք արդեն մեր մեջ մենք կարող ենք թե մեզանից ով ավելի լավ ծրագիր կներկայացնի ժողովրդին եւ ինչպիսի ճանապարհ այդ ծրագիրը իրականացնելու համար դա արդեն ուրիշ հարց է։ Արայան Կարենը ընտրում է փողոցներ դուրս գալու ճանապարհը, միտինգներ անելու, չգիտեմ ինչեր անելու, հավաքներ անելու։ Ես այդպիսի ճանապարհ չեմ նախընտրել։ Ես ունեմ կոնկրետ հաղորդում, թե ինչ ճանապարհով, ինչ քայլերի շնորհիվ։ Դուք եկեք մտեք այս դաշտը ու ներկայացրեք ձեր ճանապարհը, ձեր ծրագիրը։ Մենք կարող ենք մի հարթակում հավաքվել, մեզանից յուրաքանչյուրը ներկայացնի եւ իրար քայլերը, հասկացեք, տարբեր բաներ են ծրագիրը եւ քայլերը, ինչ ճանապարհով գնալ, որ ծրագիրը իրականացնես։ Առանձին կարող ենք քննարկել ճանապարհների հարցը, ով ինչ ճանապարհ է առաջարկում։ Առանձին հարթակում կարող ենք քննարկել, ով ինչ ծրագիր է առաջարկում, ում ծրագիրը ավելի ձեռնտու կլինի մեր բնակչությանը, մեր ազգին, մեր հայրենիքին։ Եվ այս դաշտ կարող են տեղափոխվել այն դաշտից ցանկա իմ ելույթը այսօրվա եթերը նայելով Գուրգեն Սիմոնյան։ Ընտրությունները անօրինական են։ Դուրս արի այդ քաղաքական դաշտից, արի մտի այս քաղաքական դաշտը։ Ու այստեղ նոր արդեն տեսնենք, թե ով այս ազգի համար ինչ կարա անի։ Ասելիքս սա էր, հիմա ընդհանուր եզրահանգում եմ ցանկանում կատարել, որպեսզի ինչ հասկանանք այս հաղորդումից հարգելի հայրենակիցներ։ Ես ձեզ այսօր ներկայացրեցի հազարամյակների ընթացքում միլիոնավոր անգամ պրակտիկորեն ապացուցված եւ կյանքում եւ շախմատում, թե ինչպիսի տակտիկական քայլերի շնորհիվ կարելի է հասնել հաղթանակի ցանկացած ստրատեգիական ծրագիր իրականացնելու համար։
Դրա համար անհրաժեշտ է տակտիկական քայլը հետևյալն է. նախ չթերագնահատել հակառակորդին, հայտնաբերել նրա կողմից ստեղծված, միտումնավոր ստեղծված բոլոր խանգարող հանգամանքները, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ քո հաղթանակի համար, այդ հանգամանքները հաշվի առնելով կազմել ճանապարհային քարտեզ։ Միայն այդպիսի ճանապարհային քարտեզով առաջ շարժվելով, այդպիսի ճանապարհով շարժվելով, եւ որտեղ դուք հաշվի եք առել խանգարող հանգամանքները, ձեր առջև այլևս այդ խանգարող հանգամանքները չեն առաջանա, դուք կարող եք հասնել հաղթանակի։ Եվ ինչ ծրագիր եք ցանկանում իրականացնել, իրականացնեք։ Ես հիմա համառոտ թվարկեմ 8 տարի եթերներում ես խոսում եմ այդ խանգարող հանգամանքների մասին։ Համառոտ առանց բացատրության թվարկեմ։ Խանգարող հանգամանք համար 1. Առաքելական եկեղեցին որպես ինստիտուտ։ Խանգարող հանգամանք համար 2. Քրիստոնեությունը որպես աղանդ։ Խանգարող հանգամանք համար 3. Աստվածաշունչը որպես ուսուցում։ Խանգարող հանգամանք համար 4. Մեր հայրենիքի տարածքում այսօր գործում է մի պետական համակարգ, որի հիմնադիրներին ես անձամբ դեմքով չեմ ճանաչում, չգիտեմ նրանց անուն ազգանունները, եւ մեր ազգը գործում է մի համակարգ, որի հիմնադիրներին դեմքով եւ անուն ազգանունով մեր ազգաբնակչությունը չի ճանաչում, չգիտի ովքեր են։ Խանգարող հանգամանք 4. Մեր հայրենիքի տարածքում այսօր գործում է մի հիմնարկ, դա Հայաստանի կենտրոնական բանկն է, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության սեփական ֆինանսական համակարգ։ Եվ այդ պատճառով էլ հենց նա Հայաստանի Հանրապետության պետռեգիստրում գրանցված չէ։ Հենց այդ պատճառով էլ կենտրոնական բանկը իր գործառույթները իրականացնելիս նա չի ենթարկում Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին եւ ոչ մեկին, ոչ գործադիր մարմնին, ոչ օրենսդիր մարմնին, ոչ վարչապետին, ոչ նախագահին, իր որոշումները կայացնելիս, իր գործառույթները իրականացնելիս։ Խանգարող հանգամանք համար 6. Հայաստանի Հանրապետության ներկա սահմանադրության մեջ ոտնահարված են տեղի բնակչության անօտարելի իրավունքները։ Եվ մենք հայտնվել ենք մեր հայրենիքում ստրուկի կարգավիճակում։ Խանգարող հանգամանք համար 7. Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը տապալված է, եւ մենք հայտնվել ենք հանցավոր ռեժիմի ենթակայության տակ։ Իսկ ինչպես այս 7 հանգամանքները թվարկեցի, ինչպես այս հանցավոր ռեժիմից ազատվել, դա արդեն ուրիշ հարց է։ Ես ունեմ հաղորդումներ բազմաթիվ, որտեղ հանդես եմ գալիս նախաձեռնությամբ կոնկրետ հատ ինչ քայլերի շնորհիվ հաշվի առնելով այս բոլոր խանգարող հանգամանքները ազգին տանել հաղթանակի եւ այս ծանր վիճակից դուրս գալ։
իմ երեխաների, մեր բոլոր երեխաների երջանիկ ապագայի համար։ Իսկ հիմա ամենավերջում ես ցանկանում եմ կոչով դիմում եմ իմ գաղափարակից ընկերներին, Համահայկական ազգային համաձայնության շարժման անդամներին եւ հարգելի հայրենակիցներ, ձեզանից որևէ մեկը, ով կցանկանա միանալ մեր այդ համաձայնությանը, մեր դռները բաց են ձեր առջև, խնդրեմ, համեցեք, ես հիմա նախ անուն բոլորին թվարկեմ, ովքեր են իմ գաղափարակից ընկերները, Արամ Գաբրելյան, Հրաչիկ Հակոբյանյան, Արթուր Արմին, Արգամ Անտանյան, Աշոտ Գևորգյան, Հակոբ Հարությունյան, Գարիկ Գրիգորյան, Դավիթ Ստեփանյան, Աշոտ Կոշկակարյան, Հրայր Աղինյան, Գևորգ Հովսեփյան, Նուրիսա Բերժանյան, Սոս Գիմիշյան, Պետրոս Քացախյան, Կարո Հայրապետյան, Աղասի Մանուկյան, Շմավոն Վեզիրյան, ես կոչով դիմում եմ ձեզ բոլորին։ Մենք ժամանակին մեզանից յուրաքանչյուրը առանձին եւ միասնական մեր ուսերի վրա վերցրել ենք պարտականություն, պատասխանատվություն, մեր ազգին այս ծանր իրավիճակից դուրս բերել։ Այդ առաքելությունը մենք վերցրել ենք մեր ուսերի վրա եւ այդ գործը սկսել ենք եւ ավարտին դեռ չենք հասցրել։ Մենք իրավունք չունենք կիսատ թողնելու։ Պատմությունը մեզ չի ներելու, հայրենիքը մեզ չի ներելու, ազգը մեզ չի ներելու։ Ես այսօր քաղաքական դաշտում ավելի հզոր քաղաքական ուժ չգիտեմ, չկա եւ նույնիսկ չկա էլ համոզված եմ։ Այն ներուժը, որը ունի համահայկական ազգային համաձայնությունը, չունի որևէ այլ քաղաքական ուժ։ Մենք իրավունք չունենք լռելու։ Իմ հայրենիքներ, իմ գաղափարակից հայրենիքներ։ Անհրաժեշտ է նորից ոտքի կանգնել, արձակուրդը ավարտվեց։ Ինչքան հանգստացաք, բավական է։ Պետք է ոտքի կանգնենք ու այս մեր կիսատ գործը ավարտին հասցնենք։ Այս դատական գործը մենք միասին ենք սկսել։ Սա մեր ձեռքին։ Ոչ թե կոզրիտուզ է, այլ ջոկեր է, որպեսզի պարզ եւ հասկանալի կարողանանք քաղաքական դաշտը շեղել մեր կողմը։ Իսկ երբ որ հերթը հասնի սեղանին դնել, թե ինչ ծրագիր ենք ցանկանում իրականացնել, մենք իմ գաղափարակից ընկերներ արդեն այդ քայլը կատարել ենք։ Գրքի տեսքով մենք հրապարակել ենք մեր ծրագիրը։ Կներկայացնենք բոլորին։ Եվ որևէ մեկը թող մի համապատասխան ծրագիր ներկայացնի մեր ծրագրի կողքին, եթե կարողանա։ Նորից կոչ եմ անում ձեզ։ Իմ հայրենի գաղափարակից համահայկական ազգային համաձայնության անդամներ։ Մենք իրավունք չունենք լռելու։ Ոտքի ենք կանգնում ու թույլ չենք տալիս, որ այս ջհուդական համակարգը նորից վերարտադրվի։ Կսպասեմ ձեր արձագանքին։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։